Բարևձեզ։ Սիրելի աշակերտներ, այսօր մեր դասի թեման դուք եք ուշագրելու թե որն է։ Ես նախորդ չեմ ասի վերնագիրը, փորձենք միասին կրահենք։ Եթե դժվարանանք, նոր կասեմ։ Հիմա եթե խոսենք բնության լեզվով, դուք ինչ եք տեսնում իմ ձեռքում, սիրելի աշակերտներ։ Ասա Արմանջան, ջուր և թեյ, ապրես, բոլորը տեսնում եք ջուր և թեյ։ Հիմա հարցը հետևյալն է, երկուսի մեջ էլ լցված է հեղուկ, երկու բաժակի մեջ է։ Կա տարբերություն, և եթե կա, ապա որն է տարբերությունը։ Ասա Սիմոն ջան։ Թեյի մեջ կա շաքարավազ, ապրես, հետո բուրգեր։ Կա բնային տարբերություն և ջերմային տարբերություն։ Թեյը տաք է լինում, իսկ ջուրը սառն։ Իսկ եթե երկուսն է սառն է լինում, բուններից մենք կհասկանում, որն է թեյը, որը Լավ, այլ տարբերակ։ Ես Ասա, թողից դու։ կա համի տարբերություն։ Իսկ ինչով է պայմանավորված համի տարբերությունը։ Ջուրը համ չունի, իսկ թեյը համ ունի։ Ինչպիսի համ ունի։ Քաղցր։ Երեխաների ինչի շնորհիվ է թեյը քաղցր։ Ասա, Թեյը քաղցր խառնում է պատճառ։ շատ ապրես, ինչ եք լցրել դրա մեջ։ Ասա Լիլի, Դրա մեջ լցնել շաքարավազ։ ապրես, ուրեմն եթե ասա Արմանջան։ Որոշ մարդիկ փոքրական են լինում, թեյի մեջ ճզմում են լիմոն։ Լիմոնի հյութ են ավելացնում։ Փաստորեն երեխաներ, այ բաժակի մեջ լցված ջուրը, ինչպիսի նյութ է, իր մեջ կա ուրիշ բան լցված։ Ոչ։ Ասա Ռոզա ջան, Մաքուր նյութ։ շատ ապրես։ Իսկ թեյը ինչպիսի նյութ է։ Ասա Սիմոն, խառնուրդ։ Ինչ է խառնված իր մեջ թեյը։ Շաքարավազ, հետո ասա Արման, քույն։ Փաստորեն, եթե ընդհանուր ամփոփենք, որն է մեր այսօրվա դասի վերնագիրը, ինչ հասկացանք։ Ասա Հասմիկ ջան, Մաքուր նյութեր և խառնուրդ։ շատ ապրես։ Այսօրվա մեր թեման, որ մենք միասին ուսումնասիրենք, կոչվում է մաքուր նյութեր և խառնուրդներ։ Հիմա երեխաներ, դուք գիտեք մի սահիկաշարժ, որտեղ ցույց է տալիս մաքուր նյութերի և խառնուրդների օրինակներ, բայց միասին քննարկելու ենք։ Կխնդրենք առաջի սահիկաշարը, հիմա ինչ եք տեսնում այստեղ, երեխաներ։ Ակտիվ։ Ասա։ Երկու տարայում է ինչ է լցված։ Ապրես, ասա Ռոզա ջան, ինչ ես տեսնում։ Առաջի տարայի մեջ լցված է մաքուր ջուր, իսկ երկրորդ տարայի մեջ լցված է արդեն աղանդով։ Այսինքն առաջի տարայի այս կապույտ լուծույթը ինչպիսի խառնուրդ էր։ Ասա։ Մաքուր։ Եթե խառնուրդները հարիկ է։ Համասել և անհամասել։ Ապրես։ Երկրորդ տարայի մեջ լցված է անհամասել է, որովհետև հողը և ջուրը իրար չլուծում։ Տեսնում ես, չէ՞, հատիկներ կա մեջը։ Իսկ առաջի տարայի լուծույթը, Ես ասա Գուրգեն։ առաջի տարայի լուծույթը համասել է, որովհետև ոչ մի նյութեր չկա իր հետ խառնված։ Ոչ թե չկա, այլ ինքը ամբողջությամբ խառնվել է, երեխաներ։ Դա համասել կոչվում էին այն խառնուրդները, երբ որ մենք այդ լուծույթի մեջ ինչը չէինք տեսնում։ Հələ տեսեք տարբերությունը, այստեղ ինչ է երևում, այստեղ ինչ չի երևում։ Ասա, Սվազակ ջան։ Օրինակ երևում է երրորդի մեջ հողի հատիկները, Ապրես։ իսկ առաջինի մեջ չկա։ Շատ ապրես։ Հիմա երկրորդ սահիկը։ Ինչ ենք տեսնում։ Ասա Սիմոն ջան։ Ջուր և Թեյ, ջուրը ինչպիսի նյութ է։ մաքուր։ Մաքուր, բարձրաձայն մի քիչ։ Թեյը ինչպիսի նյութ է, Հասմիկ։ Թեյը Ինչ էինք արել, որ թեյ էինք պատրաստել։ Ինչ էինք արել, գույն լցրեցիք, շաքարավազ լցրեցիք, այսինքն խառնեցիք, չէ՞, բառը ձեզ հուշում է արդեն։ Եթե խառնել եք, ուրեմն ինքը խառնուրդ է։ Խնդրեմ երրորդ սահիկը։ Ջուր, հələ կարտացեք։ ջուր և շաքարավազ։ Համեմատում ենք ջուր և շաքարավազ, ջուր և բուսայով։ Մնացածը դակտիվ, Ռոզա ջան, նկամնի ոտքի։ Ջուր և շաքարավազ, ինչպիսի լուծույթ է։
Երեխաներ օգնեք ձեր ընկերոջը։ Ասա Արտյոմ ջան։ Անա։ Ջուր եւ ջուրը Ջուրը ինչպեսի լուծույթ է։ ջուրը մաքուր կոկակոլան խառնուրդ է։ Ինչերի խառնուրդ է կոկակոլանով կասի, ասա Սիմոն ջան։ Ինչ է խառնված որ կոկակոլայը։ Այ դու բացեցիր խծանը, ինչ դուրս եկավ։ Գազ, այսինքն կար ինչ էր իր մեջ, ասա Հասմիկ։ Այլ տարբերակներ, ինչ կա կոկակոլայի մեջ, Կոկակոլայի մեջ կա գազ։ Գազ, հետո, ասա, Կոկակոլայի մեջ կա նաեւ շաքար, ասա, քիմիա։ նյութ, չէ, գունանյութ, ածխաջրեր, լավ, հաջորդը։ Ուրեմն իմացանք, որ նյութերը, Թերեզա ջան, կարծում ես առաջինը։ Ուրեմն որոնք էին կոչվում մաքուր նյութեր, երեխաներ, ասա Ռոզա ջան։ Լավ, համաձայն եմ, եթե սահմանված ձևով ասենք, ասա, Որոնք ունեն մեկ մաս։ շատ ապրես, կազմված են մեկ մասնիկներից։ Իսկ որոնք էին կոչվում խառնուրդներ, Ուրգեն Որոնք մեկից ավելի մասնիկներից են կազմում։ մեկից ավելի մասնիկներից, լավ։ Ուրեմն այսքանն է, երեխեք ջան, հիմա մեզ կտեսնեք մի փոքրիկ տեսահոլովա, մաքուր նյութեր եւ խառնուրդներ վերնագրով, ու շատ ինչ դիտում եք, տեսահոլովակի մեջ կա նաեւ օրինակները։ Այնտեղ վերջում, տեսահոլովակի վերջում բերում է խառը օրինակներ, մաքուր նյութերի ու խառնուրդների։ Ձեզանից պահանջվում է ու շատ ինչ դիտել, գրառ ու կատարել, որ վերջում ինձ թվարկեք, ինչ մաքուր նյութեր ու խառնուրդներ տեսաք։ Դիտում ենք։ Այսօրվա մեր թեմաներն են մաքուր նյութեր և խառնուրդներ, ֆիզիկական և քիմիական երևույթներ։ Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից՝ մոլեկուլ, ատոմ, իոն։ Մաքուր նյութեր են օրինակ երևի աղ, ծծումը, ֆոսֆորը։ Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ, օրինակ օդը տարբեր նյութերի խառնուրդ է, 71% ազոտ, 21% սպատին, 1% այլ գազներ։ Խառնուրդները լինում են համասեր և անհամասեր։ Համասեր խառնուրդների բաղադրիչներն անձեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում։ Անհամասեր խառնուրդների բաղադրիչները կարող են տեսնել անձեն աչքով, սուրճ և թաք, թզում և եկած։ Ուշադիր նայում եք։ Նշումներ կատարեցիք, ուրեմն հիմա ինձ ասեք, տեսանյութով, ինչպիսի խառնուրդների օրինակ տեսակ, մաքուր նյութի ու խառնուրդների, լսում եք Ռուստամ ջան։ Օրինակ Աղ ինչպիսի նյութեր, նա մաքուր ապրես, հաջորդը, Արման ջուր, Էլի մաքուր ապրես, Լիլիթ, շաքարավազելի մաքուր ապրես, Հասմիկ, մաքուր լավ, Ռոզա, լավ, խառնուրդներ երեխեք, ասա, ծծում ինչպիսի նյութեր, մաքուր, ասա, ահա, ասա Գուրգեն ջան, թեյ ինչ էր, խառնուրդ ինչպիսի խառնուրդ, շաքար համասեր, լավ, ասա, տեսել ենք մեքենայի մեջ ինչ էին լցում, ապրես, ինչ էր բենզինը, մարմարույթեր չէ խառնուրդ, խառնուրդ, Լիլիթ, տեսնում ենք ֆոսֆոր, մաքուր նյութ, դու էլ ասա Արման ջան, ող, հա, ողը մաքուր նյութեր, խառնուրդ, հողի մեջ ինչ կային երեխեք, ավազ, մասնիկներ, ճիշտ է, լավ, ուրեմն սիրելի աշակերտներ, հիմա ինչ ենք անում, ես ասում եմ լուծույթի տեսակ, ու դուք պետք է ասեք, ինչպիսի լուծույթ եք ստանում, ով
կանգնի, այստեղ կանգնի, ընտրում ես շաքարավազը, տալիս եմ քեզ, մի քդա շաքարավազ, լցնում ես բաժակի մեջ ու խառնում ես, տեսնենք, համասեր խառնուրդ կստացվի, թե ոչ։ Պահիր աշակերտներին, որ իրանք էլ տեսնեն, երեխաներ, տեսեք, քանի որ ջուրը մի քիչ սառն է, ինքը դժվարությամբ է հալվում, հա, բոլորդ էլ թեյ օգտագործած կլինեք, երբ որ թեյի մեջ տակը ժամանակ եք լցնում, տեսոկը շաքարավազը ավելի հեշտությամբ է հալվում, լավ, Լիլիթ ջան, տիր, նստի, հիմա ասում եմ, հնդկացավարի և ջրի խառնուրդ, արի Գուրգեն ջան, ապրես, արի փորձենք, տեսնենք անհամասեր կստանանք, թե ոչ։ Փորձում ես։ Մի քիչ աղացու։ Հələ խառնի, տեսնենք կլուծվի, թե ոչ։ Ինչ նկատեցիš, Գուրգեն։ Չի լուծվի։ Ինչի չի լուծվի։ Որովհետև անհամասեր խառն։ Ահա, ստացանք անհամասեր խառնուրդ, չէ, որովհետև ինքը լուծվելու հատկություն չունի, ինքը առանձնացավ ջրի, ճիշտ է։ Լավ, նստի, եկեք մի հատ էլ փորձենք սոդայի և արի, Ռուստամ ջան, սոդայի և ջրի լուծույթը ինչպիսի լուծույթ կլինի, համասեր, արի փորձենք համասեր խառնուրդ, փորձենք սոդան, սա սոդան է, այս էլ քեզ ջուր։ Խառնի, լավ խառնի, մի քիչ շատ լցրեցիš, բայց ոչինչ, մի քիչ ուշ կլուծվի։ Պայ թող երեխաները տեսնեն։ Պարզ է երեխեք, համասեր խառնուրդ, ապրեք, նստի։ Հիմա երեխաներ, ձեր սեղանների մոտ դրված են քաշտեր, դեղին, կարմիր և կանաչ քաշտեր։ Ես կարդում եմ մաքուր նյութի և խառնուրդների օրինակներ, մաքուր նյութ, համասեր խառնուրդ, անհամասեր խառնուրդ։ Եթե մաքուր նյութի օրինակ ասեցի, պարզացնում եք կարմիր քաշտը։ Եթե անհամասեր կանաչ, եթե համասեր կներեք, եթե համասեր կանաչ, եթե անհամասեր դեղին։ Պարզ է, գնացինք, ջուր։ Ջուր, Լիլիթ ջան ուղիղ պահի, մեր կողմը պահի, տեսանել, Հասմիկ ջան, մաքուր նյութը, ջուրը, դեղին կարմիրով եք ցույց տալիս, մյուսը, ջուր և ավազ, շատ ապրեք, մնացածը, ապրեք, Ռուստամ ուղիղ, ահա, և մի հատ է, շաքարաջուր, ապրեք շատ, հիմա ինչ եք անում, դուք ունեք օրինակ ձեզանից որևիցե մեկը ուզում է իր դասընկերոջը մեր թեմայի վերաբերյալ հարց ուղղել։ Ասա, Ռուստամ ջան։ Ջուրը ինչպիսի խառնուրդ։ Ջուրը ինչպիսի լուծույթ է։ Գուրգեն։ Մաքուր։ Ապրես, մյուս հարցը կան արդի, ասա։ Շաքարի և ջրի լուծույթը ինչպիսին է։ Ասա, ինչպիսին է շաքարի և ջրի լուծույթը։ Դու ուզում ես հարց տալ, լավ, նստի, շաքարի ու ջրի լուծույթը ինչպիսին է խառնուրդ է։ Շատ ապրես, մյուս հարցը։ Սպիրտը և ջուրը ինչ լուծույթ է։ Ինչպիսի լուծույթ է։ Ասա Ռոզա ջան։ Համասեր, մյուս հարցը, ասա։ Անհամասեր և ջրի լուծույթը ինչպիսին է։ Ասա անհամասեր, հարց, Գուրգեն։ Կարմիր պղպեղի և ջրի լուծույթը ինչպիսին է։ Սիմոն ջան, ինչպիսին է, մտածի, կարմիր պղպեղը, որ ջրի մեջ լուծեն, ամբողջությամբ կլուծվի, թե կմնա։ Համասեր։ Կլուծվի ամբողջությամբ։ Համաձայնեք եք տարբերակները։ Ասա հələ Լիլիթ ջան։ Անհամասեր լուծույթ։ Ահա, այսինքն որոշակի չափով էլի ինքը կմնա չլուծված։ Կան են հարցեր, Հասմիկ քեզ էլ են լսում։ Ջուրը և սոդան Ինչպիսի համասեր։ լուծույթ է։ Ահա, ասա։ Համասեր։ Համասեր, լավ։ Հիմա երեխեք ջան, մեր ամփոփման համար ես կասեմ ամբողջ դասը ամփոփելու համար, ես կասեմ մի նախադասության սկիզբ, հաջորդը դուք եք ասել։ Ուրեմն, այսօր ես մեր դասից սովորեցի, որից սովորեցի։ Ասա Լիլիթ ջան։ Սովորեցի, որ երկաթը մաքուր
անհամասեր։ Ահա, այսինքն խառնուրդների տեսակները սովորեցինք, համասեր, անհամասեր, շատ լավ, էլի սովորեցինք, ասաս է դա Ռոզա։ Ջուրը եւ ավազը անհամասեր լուծույթ է։ Անհամասեր լուծույթ է, կան այդ տարբերակներ, կան երեխաներ։ Ահա, ուրեմն էսպես, շատ ապրեք, շատ լավ քննարկեցինք, հիմա տնային աշխատանք ինչ եք անում։ Տանը վերցնում եք 3 նյութ, ցանկացած նյութ, ինչ ուզում եք ու փորձում եք ստանալ դրա լուծույթը։ Տեսեք, համասեր լուծույթ եք ստանում, թե անհամասեր լուծույթ։ Պարզ է տնային աշխատանքը։ Եվ սովորում ենք մաքուր նյութեր եւ խառնուրդներ թեման։ Լավ երեխաներ, ստեսնենք։